Դիանա Գրիգոյանի վերջին զանգ սերիալում Հենրին վերադառնում է Հայաստան, լուռ առանց մեծ աղմուկի, բայց նրա վերադարձը կարծես մի կետի է համակում բոլոր թափթփված պատմությունները, կիսատ մնացած խոսակցությունները ու չլուծված հարցերը։ Բագրատի հուղարկավորությունն այդ առիթներից մեկն է, մի պահ, երբ բոլորին ստիպում է կանգնել ու մտածել անցած կյանքի, սխալների ու անուղղելի որոշումների մասին։ Հուղարկավորության օրը ծանր, լուռ ու ողբերգական։ Ներկա են բոլորը՝ Միքայելը, պարտված, բայց դեռ գլխաբարձեր, Հենրին հագեցած ներքին պայքարով, Սոսը նոր ազատված, բայց հոգեպես ծեծված ու լուռ։ Բագրատը, ում անունը երկար ժամանակ կապվում էր դաժանության, ժլատության ու անսեր հորկերպարի հետ, գնում է այս աշխարհից այն պահին, երբ իր համար արդեն որոշել էր ուղղել սխալները, ներողություն խնդրել, սեր տալ։ Բագրատի մահից հետո Լիլիթի ճակատագիրը գնալով ավելի ողբերգական տեսք է ստանում։ Նա, ով տարիներ շարունակ փորձել էր վերահասկել բոլորին ու թելադրել իր կանոնները, դառնում է այն, ինչից միշտ վախենում էր՝ մենակ, անպաշտպան, անտեր։ Լիլիթը թափառում է փողոցներով կորցրած ադեկվատություն, իրականության զգացում ու մարդկային պատիվ։ Մի պահ նույնիսկ գալիս է Մերիից գումար պահանջելու, իսկ Մերին վախեցած նրան է տալիս իր բոլոր խնայողությունները։ Միևնույն ժամանակ իր հերթական ծանր ապրումների ֆոնին Աննան կրկին հոսպիտալացվում է։ Նրա սիրտը, մարմինը, հոգին այլևս չեն դիմանում այս շարունակական հարվածներին։ Վերջիններս շատ ավելի են ուժ գնանում Լիլիթի մեղադրանքներից հետո։ Այս անգամ բժիշկները ստիպված են պայքարել, իսկապես կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող կնոջ կյանքը փրկելու համար։ Հենրին գնում է մորտեսակցության, կանգնում է նրա անկողնու մոտ, աչքերում ցավ, մեղավորություն, սեր։ Իսկ այս ամենի ֆոնին լրիվ այլ հանգուցալուծում է ստանում Հենրիի ու Անգելինայի պատմությունը։ Երկար ժամանակ պայքարելուց, ներողություն հայցելուց ու սերով վառ կայծ պահելու փորձերից հետո Հենրին արդեն հյուծվել է։ Նա հոգնել է միայնակ կռվելուց մի ճակատում, որտեղ մյուս կողմը լուռ է։ Մի քանի օր անց Հենրին ու Անգելինան գնում են ԶԱԳՍ և պաշտոնապես ամուսնալուծվում են։ Որոշումը Հենրիի նախաձեռնությամբ դառնում է վերջին կետը մի սերո պատմության մեջ, որը ծնվել էր ստի, գաղտնիքների ու խեղաթյուրված ճակատագրերի մթնոլորտում։ Եվ այսպես, ճշմարտությունը բացահայտված, դիմակները պատռված, բայց դրան հաջորդող հետևանքներն այնքան ծանր են, որ այլևս ոչ ոք չի հիշում, արդարությունը հաղթել է, թե բոլորը պարտվել են։ Հարգելի հետևորդներ, արդյոք Լիլիթը չի փոխի իր որոշումը վերջին րոպեին։ Գրեք մեկնաբանություն։ Շուշով լավ կհանգստանաս, էլ ոչ մի ձև կեզ ներողություն չեմ տալիս, տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ հավեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամենի չդնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի համար քշուշ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի Հարսիկը ունի 2 մայրտուր։
Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմաց հետ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը ճանաչում խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ դար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան, մեր պրոդյուսերի մոտ իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում